Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, այդ որ ընդհանրացնելով էլի գործընկերոջս հարցը հիմնական պատճառները ուսումնասիրվել է, թե ինչի են խուսափում վարժական հավաքներից, հենց սա էր, բայց հաջորդ հարցս դրան չի վերաբերվում, սա առաջին հարցը, երկրորդ հարցը նրան է վերաբերվում, օրինակ տեսեք նախորդ նախագծի դեպքում, երբ որ սանկցիաների ավելացում է լինում, հստակ կանխարգելիչ միջոց է տվյալ հանցագործությունը չկատարելու, բայց այս դեպքում վարժական հավաքներից խուսափելու դեպքում արդյոք սանկցիան ավելացնելը կկանխարգելի այդ վարժական հավաքներից խուսափելը։ Տեսեք, ըստ էության փոփոխություն նախագծով նախատեսում է ոչ միայն վարժական հավաքներից, որը 462-րդ հոդված էր, այլ նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորակոչից։ Հիմա եթե հարցը ուղղված է բացառապես վարժական հավաքներից խուսափելու այդ առաջին մասը ինքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է եւ այստեղ մենք գործ ունենք, պետք է դիտարկենք ոչ միայն կանխարգելիչ ազդեցությունը, որը բնականաբար կանխարգելիչ ազդեցություն ունենալու է պատժի խստությունը, բայց նաև ոչ մեծ ծանրության հանցագործությունից միջին ծանրության անցնելով լրացուցիչ ուրեմն հնարավորություններ ընձեռվում նաև վարույթ իրականացնող մարմնի համար, որովհետև վարժական հավաքներից խուսափելու այս դեպքերում որպես կանոն նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի անձը ուրեմն զորակոչի ենթակա է թե ոչ, դա որոշակի ժամանակ է պահանջում, իսկ ուրեմն քրեական հետապնդումը ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում առավելագույն 3 ամիսն է։ Միջին ծանրության դեպքում արդեն 5 ամիսն է։ Մենք նախատեսում ենք, որ այս բաժի խստացմամբ ոչ մեծից միջինի անցնելով պայմանավորված նաև վարույթ իրականացնող մարմինը օբյեկտիվորեն հնարավորություն կունենա բազմակողմանի քննություն իրականացնել եւ ուրեմն տարանջատել քրեական պատասխանատվության ենթակա անձանց քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձանցից օբյեկտիվ բազմակողմանի քննություն իրականացնելու արդյունքում իսկ ինչ վերաբերում է բուն հենց կանխարգելմանը, այո, գտնում ենք, որ բաժի խստացումը, թեպետ այտենց շատ մեծ խստացում չի իրականացում, առավելագույնը ամենախիստ պատիժը, որը ազատազրկումն է, գործողով առավելագույնը 2 տարի է նախատեսված, հիմա փոփոխությամբ նախատեսվում է 1-ից 3 տարի սահմանել, գտնում ենք, որ այո, որոշակիորեն նաև կանխարգելիչ ազդեցություն պետք է ունենա։ Բնականաբար այս խստացմամբ այդ խնդիրը ամբողջությամբ հնարավոր չի լուծել, բայց որոշակի դրական ազդեցություն վստահաբար ունենալու է նաև կանխարգելիչ տեսանկյունից։ Շնորհակալություն։